Հայր ջան, տեղյակ եք, որ Փաշինյանի կառավարությունը միայն 2025 թվականին ներգրավել է լրացուցիչ մոտավորապես 2 միլիարդ 800 միլիոն ԱՄՆ դոլար պարտք։ Հիմա կասեք, ես ինչ ահռելի թիվ ես ասում։ Հեսա կբացատրեմ, ինչ թիվ է, որտեղից է, իրենց աղբյուրներով էլ իրենց հրապարակած ձեզ ամեն ինչը ցույց տամ։ Բայց մինչ այդ առաջարկում եմ հետևել իմ սոցիալական էջերին, քանի որ ես պատրաստվում եմ շարունակաբար ձեզ տրամադրել տեղեկատվություն հատկապես ֆինանսական միջոցների մասին, թե ձեր փողերը ինչ են անում այս կառավարությունը, ձեր ասած, ձեր փողերն այս ամենը, քանի որ հարկ վճարողներից են հավաքագրում նույնիսկ պարտքերը սպասարկելու համար։ Եվ եթե պարտքը շարունակաբար աճի այս տեմպով, հարկերն էլ պետք է մեծացնեն, որպեսզի լրացուցիչ գումարներ ներգրավեն պարտքերը սպասարկելու համար։ Վերադառնամ բուն խնդրին։ 2 միլիարդ 800 միլիոն դոլար մոտավոր այսքան թիվ են ներգրավել։ Այս թվից մի ահռելի մասը, հեսա կմոտենանք համակարգչին, ես Excel ֆայլի վրա իրենց ֆայլն է հրապարակած, հերթով ցույց կտամ, որը ինչ է։ Մի ահռելի մասը, մոտ 92% պարտքի հին մարում են արել եւ տոկոսավճար են վճարել։ Պատկերացրիք, չէ՞ ինչ ահռելի թիվ է։ Տակը մնացել է մոտ 230 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդքանն են տնտեսության մեջ դրել, այսինքն այդքանն են կարողացել ուրիշ ծախսեր անեն, չգիտեմ, ճանապարհ սարքել կամ ինչ-որ մի բան, հա, եթե այդ կարողանում ենք իդենտիֆիկացնել, որտեղ այդտեղ էլ լիքը խնդիրներ կա, հաջորդիվ դրանց մասին էլ կպատմեմ։ Հիմա տեսեք ինչ է ստացվում, այսինքն այն պնդումը, որ այդ միլիարդները վերցնում են զենք գնելու մյուսի համար, իրականությունը չեն համապատասխանում։ Կոնկրետ այս 25 թվականի օրինակով տեսնում ենք, որ ինչպես արդեն ասացի, 2 միլիարդ 800 միլիոն վերցրել են, որի 92%-ը ահռելի մասը վճարել են հին պարտքի գծով, հին պարտք են սպասարկել, են մնացածը նոր լրացուցիչ ծախսերն են։ Մոտենանք համակարգչին ցույց տամ։ Ժողովուրդ ջան, նայեք, ուրեմն սա ֆինանսների նախարարության հրապարակած ֆայլն է, այս թվերը ամբողջը իրենցն են։ Սրանք ես եմ գունանշել, որպեսզի կարողանանք հիմա հաշվարկը ցույց տանք։ Հիմա տեսեք, այսինքն ստեղ ես հիմա թվերը ասեմ, որը ինչ եմ արել, դուք ինքնուրույն այդ ֆայլը հողումը կտեղադրեմ, կարող եք բացել, համոզվել այդ թվերի իսկության մեջ։ Ուրեմն տեսեք, ինչպես արդեն ասացի, հեսա, կառավարությունը 2025 թվականի ընթացքում, սա միլիարդ դրամներով է, ներգրավել է 1 տրիլիոն 104 105 շուրջ միլիարդ դրամի նոր պարտք, որը կազմում է, միջին փոխարժեք եմ վերցրել, կարող եք տարվա 25 թվի միջին փոխարժեք 389, ուրիշ փոխարժեք էլ դնել, մեծ բան չի փոխվի սրանից։ Եվ ստացվում է, որ 2025 թվին Հայաստանի կառավարությունը ներգրավել է 2 միլիարդ շուրջ 800 միլիոն, այն 40-ն էլ իրենց, 2 միլիարդ 800 միլիոն դոլար նոր պարտք։ Ինչ արել բա այդքան փողը կասեք, ասեմ ինչ արել։ 663 միլիարդ դրամը, կամ որ նույնն է 1 միլիարդ 700 միլիոն ԱՄՆ դոլար, այս տողը։ Սա իդեպ մարումն էր, հիմա որ նայեք, հեսա բանաձևով, սենց էսա նշում է, իրանց թվերին է հղում անում։ Այս 666 միլիարդ դրամը կամ 1 միլիարդ 700 միլիոն ԱՄՆ դոլարը հին պարտքի մարում են արել։ Այսինքն 2 միլիարդ 800 միլիոն բերեցին, 1 միլիարդ 700 միլիոն հին պարտք են փակել։ Տոկոսների գծով այդ հին պարտքի վճարել են 900 շուրջ 900 միլիոն դոլար, հեսա, այս տողնը, տեսեք 349%-ի վճարում, հեսա իրանց աղյուսակի մեջ, հեսա, ես եմ գունավորել, տեսեք, հեսա, ընդամենը տոկոս վճար, 349 միլիարդ դրամ է սա, միլիարդ դրամ, որը էլի այդ միջին փոխարժեքով 2025-ի որ նայենք, մոտ 900 միլիոն ԱՄՆ դոլար անում։ Եվ տակը մնում է 230 միլիոն ԱՄՆ դոլար։ Հիմա ստեղ են սուտը գլխավոր են փուչիկը, որ անդադ մեզ բոլորիս խափում են, ասում են այդ պարտքը ներգրավում ենք, չգիտեմ, զենք ենք առնում, էս ենք անում, կառուցում ենք, հա, նայեք տեսեք ինչ է ստացվում։ Այսինքն 2025 թվականին ներգրավել են 2 միլիարդ 800 միլիոն շուրջ այդքան պարտք են բերել, որից 1 միլիարդ 700 միլիոն դոլարը վճարել են հին պարտքերի մարում են արել,
Այդ հին պարտքերի գծով տոկոս են վճարել 900 միլիոն։ Այդ հինը ասելով էլ իրանց ներգրաված պարտքերն է, էլի չմտածեք եսի ինչա։ Հիմնականում իրանց ներգրաված։ Եվ տակը մնացել է 230 միլիոն։ Այսինքն մարդիկ 2 միլիարդ 840 միլիոն նոր պարտք են բերել։ Պարտքը սպասարկելու համար, այսինքն պարտքով բերում, պարտք են փակում։ Տակը մնացել է 230 միլիոն մոտավոր։ Այդքանն է, որ բյուջեն մցրել, ծախս են արել, ընդ որում, ստեղ ուրիշ ցուցանիշներ կա, հիմա որ ձեզ չծանրաբեռնեմ, հաջորդ անգամ դրա մասին կպատմեմ, թե իրականության մեջ քանի տոկոսն է այս պարտքի ներգրավել նպատակային եւ բյուջեում ոնց է ուր է գնում այդ փողերը ու ինչա լինում։ Այս է պատկերը, այս է իրականությունը։ Այսա մեր կառավարության, Փաշինյանի կառավարության գործունեության պատկերն է։